Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջերս հայտնաբերված մի նամակ։ Այն պարունակում է Փարավանց հերոս Սողոմոնի հատուկ պատգամը հայ ժողովրդին։ Փառք ու պատիվ հոգի լուսավորվի երկնային դրախտում։ Նախքան նամակը ներկայացնելը համառոտ անդրադառնանք նրա կողմից իրականացված մեկ այլ կարևոր վրեժի դեպքին։ Այն ուղղված էր հայ դավաճանի դեմ, ով մասնակցություն է ունեցել Գետինը մտնի հայ դավաճանները։ Ինչպես գիտեք, 1921 թվականին Սողոմոն Թեհլերյանը դարձավ Նեմեսիս գործողության կենտրոնական դեմքերից մեկը, այդ դաշնակցության կողմից ստանալով առաջադրանք վերացնել հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեատ Փաշային։ Այս առաքելությունը ոչ սաղին բդսպաներ, ինգնե չմահանար։ Թեհլերյանը կորցրած ընտանիքի ցավը սրտում վերածել էր իր կյանքը պայքարի։ Անուն այն միլիոնավոր հայերի, Փառք ու պատիվ մեր եղերնի զոհվածների հիշադակը հարգենք փոխիրենք։ Հոգիները բոլորի լուսավորվի երկնային դրախտում։ Թեհլերյանը կատարեց իր առաքելությունը գնդակահարելով Թալեատ Փաշային։ Այդ պահին փողոցը լցվեց խառնաշփոթով, եւ Թեհլերյանը ձերբակալվեց գերմանական ոստիկանության կողմից։ Նրա գործողությունը սակայն արձագանք գտավ ոչ միայն հայերի, այլև միջազգային հանրության շրջանը։ 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը լսելով Թեհլերյանի վկայությունները եւ հայոց ցեղասպանության մասին ապացույցները ճանաչեց նրան անմեղ։ Այս դատավճիռը պատմական էր ոչ միայն Թեհլերյանի, այլև հայ ժողովրդի համար, քանի որ այն աշխարհին հիշեցրեց 1915-ի պատժված ոչրագործությունների մասին։ Հարգելի բարեկամներ, կա մի կարևոր տեղեկություն, որի մասին շատ քչերն են տեղյակ։ Թալեատ Փաշան Թեհլերյանի միակ թիրախը չէր։ Նրա պայքարը շատ ավելի խորն էր եւ ուղղված էր ոչ միայն արտաքին թշնամիներին, այլև նրանց, ովքեր դավաճանել էին սեփական ժողովրդին։ Որսում գտնվելու ժամանակ Գետինը մտներ նեսի թշնամին կոտորածի համար պատասխանատու ցուցակը կազմել էր Հարություն անունով մի հայ ստահակ։ Այս ցուցակը, որն ընդգրկում էր 250 հայ մտավորականի անուն, դարձավ նրանց մահվան վճիռը, եւ միայն տասնյակը կարողացան փրկվել։ Այս դավաճանության մասին Թեհլերյանին պատմեց օրիորդ Երանուհին, մի կին, ում դերը Նեմեսիս գործողությունում անգնահատելի էր։ Երանուհին ոչ միայն բացահայտեց Հարություն Մկրտչյանի դավաճանությունը, այլև ցույց տվեց նրա տան գտնվելու վայրը։ Ավելին նա Թեհլերյանին կապեց դաշնակցության անդամների հետ, որոնք կազմակերպում էին վրեժխնդրության գործողությունները։ Թեհլերյանը, զինված այս տեղեկություններով, սկսեց հետևել Հարություն Մկրտչյանին։ Մոտ 2 շաբաթ նա ուշադիր դիտարկում էր նրա տունը, սակայն դավաճանը գրեթե չէր երևում։ Հարությունի տան դուռը մշտապես փակ էր։ Վախենալուց քապլանշուն է դարեն, ջիբը դպացելներ։ Կարծես կանխազգալով Համել Հայաստանում երի դավաճանները գետնի օգտագործեն Հարությունի պես։ Մկրտչյանի տանը հավաքույթ է, լույսերը վառվում էին, եւ պատուհանից երևում էր, թե ինչպես է Հարությունը բաժակը ձեռքին ճառասում, անտեղյակ իրեն սպասվող ճակատագրից։ Այդ պահին Թեհլերյանի սրտում վառվեց արդարության կրակը։ Նա հանեց ատրճանակը, ուղղեց այն դավաճանի կրծքին եւ կրակեց ապակու հետևից։ Ձայնը խառնվեց ապակու ջարդվելու ձայնին եւ Թեհլերյանը տեսավ, թե ինչպես է Հարություն Մկրտչյանը տապալվում գետնին։ Արագ հեռանալով դեպքի վայրից նա անհետացավ որսի մութ փողոցներում։ Հաջորդ առավոտ նա իմացավ, որ իր կրակոցը մահացու չէր։ Հարություն Մկրտչյանը ծանր վիրավորված տեղափոխվել էր հիվանդանոց։ Թեհլերյանի մեջ կրկին բորբոքվեց վրեժի ծարավը։ Նա որոշեց գնալ հիվանդանոց եւ ավարտին հասցնել իր գործը։ Ճիշտ է, վրեժը լավ բան չէ, բայց տեղին է։ Երանուհին, որի խելամտությունն ու հանգստությունը բազմիցս փրկել էին իրավիճակը, կանգնեցրեց նրան։ Հարությունն արդեն մահամերձ է, բժիշկները հույս չեն տալիս, ասաց նա, համոզելով Թեհլերյանին խուսափել անիմաստ ռիսկից։ Մի քանի ժամ անց լուր ստացվեց, որ Հարություն Մկրտչյանը մահացել է։ Այս դեպքը Թեհլերյանի համար դարձավ ոչ միայն Չասած մամից գորդնափեշտիկ է դարը։ Դավաճանությունն անպատժելի չի։ Գորբեգորը Թեհլերյանը հանդիպեց իր մարտական ընկեր Սամվել Օսկանյանին։ Սամվելը խոստովանեց, որ ինքը դեռ չի կատարել իր պարտքը հայ ժողովրդի հանդեպ։ Մինչդեռ Թեհլերյանն արդեն լուծել է իր վրեժը։ Թեհլերյանը ժպտաց եւ ասաց. «Անհոգ ես Բագրատունյաց ջրհորները թուրքերով եմ լցրել»։ Այս խոսքերում արտացոլվում էր նրա անսասան վճռականությունը։ Պայքարել մինչև վերջ։ Հարգելի բարեկամներ, այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սողոմոն Թեհլերյանի ֆուտուրիստական նամակը, որը նա դրել է հայ ժողովրդին։ Իր սրտի խոսքը փոխանցելու համար, որպես կոչ դեպի միասնություն եւ պայքար։ Իմ եղբայրներ, իմ քույրեր,
Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե արդյոք այս նամակը կհասնի ձեզ թե ոչ։ Կկարդաք արդյոք այն պատգամը, որ թողնում եմ ձեզ ի խորոց սրտի։ Արդենբերգ փողոցում ես վերացրի Թալեաթին, կատարելով իմ պարտքը և լուծելով հայ ժողովրդի վրեժը, բայց միթե ես կարող եմ հանգիստ քնել գլուխս դնելով բարձին, մտածելով, որ վերականգնել եմ արդարությունը, միթե կարող եմ վստահ լինել, որ ապագայում նոր Թալեաթներ չեն ծնվի, միթե կարող եմ վստահ լինել, որ այդ Թալեաթներին հենց սկզբից կվերացնեն հայերը, Թալեաթը այլևս չկա, բայց դա նշանակում է, որ մեր պայքարն ավարտված է։ Ես հիշում եմ, թե ինչպես բանտում մի անծանոթ հայ վարդապետ այցելեց ինձ, և հանդիպելով ինձ, նա բացականչեց. «Տիրոջ անունով օրհնում եմ քեզ, որ սպանեցիր Գազանին և լուծեցիր մեր վրեժը»։ Այդ պահին իմ սիրտը հանգստություն գտավ, բայց այսօր ես ավելի քան համոզված եմ, որ մեր վրեժը դեռ ամբողջությամբ չի լուծվել։ Մեր երկիրը մոխրացած է, նրա ապագան մշուշոտ է և անորոշ։ Դուք կարծում եք, թե մեր գլխավոր թշնամին թուրքերն են, բայց իրականում մեր առաջին թշնամին մենք ենք։ Շատ ճիշտ։ Մենք ենք մեղավոր, որ թույլ տվեցինք Թալեաթներին և ջեմալներին ջարդել մեզ։ Հենց մեր ազգի ներսի դավաճաններն էին օգնում նրանց։ Գեդինը մտնին, Գեդինը։ Թալեաթին սպանելը չէր, այլ հարություն անունով դավաճանին վերացնելը, ով կազմել էր հայ մտավորականների ցուցակը և հանձնել թուրքերին։ Ասեք խնդրեմ, ով է ավելի եղկերի, արտաքին թշնամին, թե ներսի դավաճանը։ Մեր տղաները հերթով վերացրին նրանց, ովքեր փորձում էին ոչնչացնել հայ ժողովուրդը։ Այո, մենք լուծեցինք մեր վրեժը, կատարեցինք մեր պարտքը, բայց ամենակարևորը դեռ առջևում է։ Մենք պետք է մտածենք մեր ազգի սերուցքի մասին, մեր որդիների և դուստրերի մասին, որքանով են նրանք կապված իրենց հողին, իրենց հայրենիքին։ Հարյուրավոր մտավորականներ սպանվեցին, բայց մեր ժողովրդի քանի տոկոսը գիտի նրանց գործերը, բացի նրանց անուններից։ Ճիշտ է։ Գիտեն մեր պատմությունը։ Գերմանական դատարանն ինձ արդարացրեց, բայց մի մտածեք, թե նրանք դա արեցին խղճահարությունից կամ արդարությունից ելնելով։ Արդարություն չկա այս աշխարհում։ Շատ ճիշտ է, տղա ջան, հոգիդ լուսավորվի։ Արդարությունը վաղուց մեռած է, և Սիրուն տղա։ հաստատենք մեր ձեռքերով։ Հզոր երկրները խաղում Քեզի են։ պես հազարադորանային Հայաստանը Հայաստան կլիներ միշտ։ Մենք հասկանում այս աշխարհի կարգը։ Ապրում ենք բոլորովին այլ իրականությունում։ Ես կորցրել եմ իմ հարազատների, եղբայրների և քույրերի մեծ մասը։ Հոգիները լուսավորվի բոլորի։ Յուրաքանչյուրի համար ես պատրաստ եմ սպանել Թալեաթներ, բայց Թալեաթներին սպանելուց ավելի կարևոր է մեր երեխաներին և պատանիներին կրթելն ու դաստիարակելը։ Կարևոր է պայքարել արժեքների համար ու սերմանել այն մատաղ սերնդի մեջ։ Ես կասկած չունեմ, որ նույնիսկ 100 տարի անց թուրքերը կշարունակեն ցանկանալ հայերի կործանում։ Գեդինը մտնի, թուրքն է ազարին է վրեն։ Եթե միասնական և խելամիտ լինենք, մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու նրանց։ Ես երազում եմ, որ մենք ամեն պահ մտածենք ոչ թե ստամոքսի, այլ մտքի մասին, Շատ ճիշտ։ Երիտասարդներ, լսեք։ Խելքով գործը առաջ տարեք, չհաշված կառավարությունը։ Մենք կունենանք մի երկիր, որտեղ հայը գլուխը բարձր կքայլի, հանգիստ կշնչի։ Հիշեք, վրեժի լավագույն ձևը կրթվելն ու զարգանալն է։ Երբ մենք դառնանք խելացի և ուժեղ, բոլոր Թալեաթների արյունարկու մտքերը օդս կցնդեն։ Այդ ժամանակ դրանք կհասկանան, որ Փառք ու պատիվ քեզի։ Հենց այդ ժամանակ աշխարհը կսկսի Թող քեզի պես ծնողները հազարատ ունենան։ Պետք է արդարություն մուրալ կամ էլ պահանջել։ Արդարությանը չեն սպասում, չեն երազում, չեն ավերսում։ Արդարությունը վաստակում են աշխատանքով և մեծ խելքով։ Բարեկամներ, այժմ ձեզ ենք ներկայացնում Սողոմոնի այն խոսքերը, որոնք ասվել են Թալեաթին վերացնելուց կարճ ժամանակ հետո։ Առավոտը սովորականից շուտ վեր կացա։ Հազիվ էի ավարտել նախաճաշը և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին։ Փարացա, նա էր արդյոք։ Այո, վստահաբար հենց ինքն էր որ կար։ Նա 1-2 քայլ առաջ գնաց, ուշադիր զննեց մայթը, նախ վեր, ապա վար, և կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ գլուխը կախ։ Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անապատում ոճիրից հետո, թեև անցել էր 5-6 տարի, վախը անբաժան էր մնացել նրանից։ Նրա լայն ուսերին Քակլանը սկլան կևնեբը տագները։ Գիտեր որ իրանք կվերացնեն։ Նրա համար դրանք հավանաբար բարոյական նշանակություն ունեին, փոխանակ վերհանելու իր ազգը նվիրված գործով։ Նրան դատապարտում էին մահվան որպես սովորական ոճրագործի, բայց ժամանակը կարող էր այդ թյուրիմացությունը պարզել։ Ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ հայ դաշնակցության դատավճիռը։
Նայեցի ժամացույցին, ժամը 10 էր, նրա սովորական դուրս գալու ժամը, վերցրի զենքը, պատրաստ դուրս գալու։ Անկարծ նա հայտնվեց դրան մոտ և փվի պես սանդուղքով սկսեց վարիչնել։ Սառը ինձ ասում էր, որ այս անգամ նա չի կարող ազատվել ձեռքիցս, բայց հուզմունքը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ, պատմել է Սողոմոն Թեղլերյանը։